Փորձաշրջանը Հայաստանում շատ գործատուների կողմից շարունակում է ընկալվել որպես ստուգողական, բայց ոչ պարտադիր վճարվող ժամանակահատված։ Մինչդեռ աշխատանքային օրենսգիրքը հստակ սահմանում է. փորձաշրջանը լիարժեք աշխատանքային հարաբերություն է եւ փորձաշրջան անցնողն օգտվում է նույն իրավունքներից, ինչ գրանցված աշխատողները։ Օրենքի համաձայն աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան մինչև 3 ամիս ժամկետով, սակայն պայմանագրի ստորագրումից հետո աշխատողն արդեն համարվում է աշխատանքի ընդունված, իսկ աշխատավարձը պետք է վճարվի ամբողջ ծավալով, պայմանագրով սահմանված կարգով։ Չի կարող փորձաշրջանը նախ լինել չգրանցված, չի կարող փորձաշրջանի համար չվարձատրվի քաղաքացին։ Պաշտոնյայի խոսքով փորձաշրջանի մեջ գտնվող անձը հենց սկզբից համարվում է աշխատող։ Փորձաշրջանի մեջ գտնվողը ի սկզբանե համարվում է աշխատող, իր հետ կնքվում է ի սկզբանե աշխատանքային պայմանագիր եւ բնականաբար նաեւ վարձատրություն։ Չնայած օրենսդրության այս հստակ դրույթներին գործնականում հաճախ հանդիպում են խախտումներ։ Օրինակ, գործատուները փորձաշրջանի համար կնքում են որոշակի ժամկետով պայմանագրեր, տևողությունը հավասարեցնելով փորձաշրջանի ժամկետին։ Սա եւս աշխատանքային օրենսդրության կոպիտ խախտում է, որովհետեւ փորձաշրջանի մեջ գտնվելը պայմանագրի տեսակի հետ որևիցե աղերս չունի։ Մասնագետները շեշտում են, պայմանագրի ժամկետը որոշվում է աշխատանքի բնույթով, ոչ թե աշխատողի փորձաշրջանով ընդունվելու հանգամանքով։ Ու եթե աշխատողի իրավունքները խախտվում են, գործում է նաև վերահսկողական մեխանիզմը։ Այո, այս դեպքերի համար կա նաև տեսչություն, աշխատանքի տեսչություն, որը պատասխանատու է կամ ունի մանդատ աշխատանքային օրենսդրության բոլոր կարգավորումների մասով, եթե կլինեն խախտումներ, աշխատողների բողոքի հիման վրա վարույթ հարուցելու կազմակերպությունում եւ եթե արձանագրվեց խախտում, կարգադրագիր տակ գործատուին խախտումը վերացնելու հետ կապված։ Պատասխանատվությունը կարող է տարբեր լինել, սկսած նախազգուշացումից մինչև ֆինանսական տույժ, կախված խախտման բնույթից եւ կրկնելու հանգամանքից, սակայն տեսչության նպատակը միայն տուգանելը չէ։ Մեր նպատակը գործատուներին ոչ թե ֆինանսական պարտավորությունների մեջ գցելն է, այլ հուշելը, խնդրելը, հորդորելը, որ խախտումը տեսել ենք, արձանագրել ենք, բայց այսուհետ այլևս խախտումը չկրկնվի։ Փորձաշրջանն աշխատանք է, ոչ թե կամավորություն, իսկ աշխատավարձը ոչ թե գործատուի բարի կամքը, այլ օրենքով երաշխավորված իրավունք։ Նարնե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։